Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Շատ ցավում եմ, որ ընդդիմությունը այստեղ չի, բայց իմ զրուցակիցը այսպես թե այնպես մեզ ընտրած եւ ընդդիմության ընտրած քաղաքացիներն են եւ ես հույս ունեմ, որ քաղաքացիների հետ իմ խոսակցությունը կստացվի։ Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը եւ ծրագրից ակնհայտ է դառնում, որ Հայաստանն այսուհետ որդեգրում է նոր ռազմավարություն, խաղաղության ռազմավարությունը։ Խոսենք այդ ռազմավարության եւ Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության նախաբանի մասին։ Այդ ինչ է գրված, սիրելի ժողովուրդ, Հայաստանի անկախության հռչակագրում, որից մեր ժողովրդի մի մասը, նաև իդեմս ձեր ներկայացուցիչները, այստեղ հետևողականորեն չի ուզում հրաժարվել։ Այնտեղ գրված է. Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ձեր թույլտվությամբ մի խոսակցություն եմ ուզում հիշել, երբ պատերազմից տարիներ անց վարչապետին հարցրին, թե ինչու է ի վերջո նա հայտարարել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ վարչապետը տվեց մի շատ պարզ եւ ցնցող պատասխան։ Դա մեր անկախության հռչակագիրն է։ Եվ իսկապես, ինչ է ի վերջո ասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի Ղարաբաղում։ Ասել է այն, ինչ ամրագրված է եղել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ 6 տարի շարունակ, սիրելի քաղաքացիներ, մեզ մեղադրել են անկախության հռչակագիրը մեջ բերելու համար։ 6 տարի շարունակ ձեզ համոզել են, թե 44-օրյա պատերազմի պատճառը անկախության հռչակագիրն է եղել, եւ այդ արտահայտությունն է Արցախ Հայաստանը եւ վերջ։ 6 տարի շարունակ դա ձեզ համոզելուց հետո այսօր էլ փորձում են ձեզ հակառակում համոզել, թե դուք պետք է քվեարկեք այդ գաղափարի օգտին, հակառակ դեպքում Հայաստանի գոյությունը կվտանգվի։ Որտեղ է տրամաբանությունը։ Տրամաբանությունը, ինչպես եւ ընդդիմությունը լքել է դահլիճը։ Սիրելի քաղաքացիներ, անկախության հռչակագիրը սահմանադրության նախաբանում պահելը եւ ձեզ այդպիսի քվեարկության առջև կանգնեցնելը անպատասխանատու է։ Մենք, հարգելի գործընկերներ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ նույնպես, մեզ պետք է չափահաս քաղաքական գործիչների պես պահենք։ Եթե մենք ուզում ենք ունենալ ավելի լավ եւ որ ամենակարևորն է լեգիտիմ սահմանադրություն, մենք չենք կարող այդ սահմանադրությամբ նախաբանում պահպանել Արցախը Հայաստանը եւ վերջ դրույթը, որովհետեւ դրանից հետո մեզանից որևէ մեկը չի կարողանալու այոյի քարոզարշավ անել, դուք էլ չեք կարողանալու։ Դա անպատասխանատու գործ չի վարք է, դա փակուղի է։ Դա նշանակում է, որ մենք չպիտի ունենանք նոր սահմանադրություն, այլ համակերպվենք եղած ոչ լեգիտիմ սահմանադրության կիսատ պռատ կարգավորումներով, որից եւ մենք, եւ դուք դժգոհ ենք։ Մեր պետության անկախության հռչակագիրը մեր պատմության մի մասն է։ Այն մեզանից ոչ ոք չի կարող խլել, դա մենք ենք մեր պետության ծնունդի պահին։ Բայց այլ հարց է ժողովրդին այդպիսի քվեարկության առջև կանգնեցնելը։ Դա պարզապես նշանակում է, որ մենք երբևէ սահմանադրական հանրաքվե չենք ունենալու։ Որևէ դեպքում, որևէ ժամանակ, հիմա, հետո այս հարցը միշտ լինելու է։ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ այս հարցը կանգնելու է մեր առջև։ Ղարաբաղյան շարժումը մեր պատմության մի մասն է, դա մեզանից ոչ ոք չի խլելու։ 44-օրյա պատերազմը մեր ցավն է, դա մեզանից ոչ ոք չի խլելու։ Բայց այստեղ հարցը ապագայի մասն է, ոչ թե մեր անցյալ պատմության եւ ցավերի։ Սիրելի քաղաքացիներ, ձեզ մոլորեցնելու համար ընդդիմադիր քաղաքական գործիչները հաճախ մեջբերում են Ադրբեջանի նախագահին, ով նույնպես ինչ-որ առիթով կամ առիթներով խոսել է այս հարցի մասին։ Ձեզ անդադ ասում են, լսեք, թե ինչ է ասում Իլհամ Ալիևը։ Ես առաջարկում եմ, լսեք, թե ինչ ենք ասում ինքներս, երբ խոսում ենք այս թեմայի մասին։ Մեր ներքին խոսակցություններում անընդհատ դրսի դերակատարներին հրավիրելով մասնակցելու մեզ զրկում ենք իրական խոսակցության հնարավորությունից եւ լծակներ ենք տալիս այդ դերակատարներին որոշել, թե ինչն է մեզ համար ճիշտը, ինչը սխալը, ինչն է մեզ համար լավ ու ինչը վատ, հետեւյալ տրամաբանությամբ։ Այն ինչ ասում է Ադրբեջանի նախագահը մեզ համար սխալ է ու վատ, հետեւաբար բոլոր դեպքերում անվերապահորեն պետք է անել դրա հակառակը։ Լավ, այսքան պարզամիտ կարելի է լինել։ 5000-ամյա ժողովուրդ ենք։ Ես առաջարկ ունեմ մեր ընդդիմախոսներին առհասարակ։ Եկեք փորձենք մի վարժություն անենք։ Փորձեք ձեր դիրքորոշումները հիմնավորելիս չօգտագործել հետևյալ 4 բառերը՝ Ալիև, Ադրբեջան, Թուրքիա, Էրդողան եւ հիմնավորեք ձեր դիրքորոշումները։ Չեք կարող, չի ստացվի, որովհետեւ ձեր դիրքորոշումները փոխկապակցված են այդ հասկացությունների հետ։
Սիրելի քաղաքացիներ, դուք մի անգամ արդեն ընտրել եք խաղաղության օրակարգը։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժի առաջնորդն այսօր ասում է, եթե մենք հաղթած լինեինք, այսօր չէինք քննարկի Տիգրանաշենի հարցը։ Մի կողմ եմ թողնում, որ անկլավների շուրջ քննարկման լուծումներից միայն մեկն է, որ հայաստանյան տիրույթում շարունակաբար քննարկվում է վերջին օրերում, բայց եկեք մտածենք, ինչ են մեզ առաջարկում, նույնը, ճիշտ նույնը, Տիգրանաշենը Հայաստանը եւ վերջ։ Մենք այդ ճանապարհը մի անգամ արդեն անցել ենք։ Այդ ճանապարհը ցավոտ էր ողբերգական աղետներով լի եւ ոչ մի տեղ չտանող։ Մենք այդ ճանապարհը անցել ենք անմնացորդ նվիրումով, ուժերի գերլարումով եւ տանուլ ենք տվել։ Մենք գիտենք, թե ինչ է սպասում այդ ճանապարհի վերջում եւ Հայաստանի ժողովուրդը գիտի դա եւ Հայաստանի ժողովուրդը իր ընտրությամբ ցույց է տվել, որ գիտի այդ ճանապարհի վերջի մասին։ Այդ ճանապարհը, որով դուք ուզում եք անցնել, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, մենք արդեն անցել ենք, դուք ուշացել եք։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը ասում է. գիտակցելով իր պատասխանատվությունը համայն հայության իղձերի իրականացման գործում։ Ինչ ենք մենք ասում։ Համայն հայության հազարամյա իղձը իրականացել է, համայն հայության իղձը անկախ հայկական պետականությունն է եւ այն կա, այն գոյություն ունի։ Տասնյակ սերունդներ պայքարել ու նահատակվել են այդ երազանքի համար։ Սիրելիներ, մենք ապրում ենք մեր նախնիների երազանքի մեջ։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը ասում է. գիտակցելով իր պատասխանատվությունը պատմական արդարության վերականգնման գործում։ Որն է այդ պատմական արդարությունը։ Հարցրեք մյուս ազգերին ու ժողովուրդներին, արդյոք իրենց պետության սահմանները պատմականորեն արդար են իրենց տեսանկյունից։ Անկամ աշխարհի ամենամեծ պետությունը այսօր պատմական արդարության դիտանկյունից ասում է, որ անարդար է իրեն զգում պատմության դիտանկյունից։ Մենք ասում ենք, Հայաստանի Հանրապետության գոյությունը պատմական արդարությունն է։ Մենք ապրում ենք պատմական արդարության մեջ։ Ինձ համար չկա պատմականորեն ավելի արդար բան, քան այն, որ հայ ժողովուրդը ունի իր սեփական ինքնիշխան ազգային պետությունը։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը 90 թվականին ի դեպ ասում է. Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Մենք ասում ենք հայկական պետականության հաստատման գործընթացն ավարտված է։ Հայկական պետականությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր տարածքում, Հայաստանի Հանրապետությունը կատարյալ է, ամբողջական եւ անթերի։ Բազմահազարամյա հայ ժողովրդի տառապանքների եւ երազանքների արդյունքն է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը հայկական ինքնության պահպանման ամենաամուր երաշխիքն է։ Իսկ ո՞րն է մեր անելիքը։ Մեր քաղաքական գործիչներիս անելիքը այսօր հայկական պետականությունը պահպանել է, զարգացնել է եւ սերնդեսերունդ փոխանցելը պետք է լինի։ Իսկ որ ամենակարևորն է, այդ պետականության հիմքում ականներ չշարելը։ Այլ կերպ ասած, եթե զարգացման եւ փոխանցման օրակարգում ոչինչ չեք կարողանում անել, ուրեմն գոնե ոչինչ մի արեք։ Շնորհակալություն։